Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ Սասնա ծռերի։ Ես կոչով դիմում եմ հայ ընտրողին կամ մտահոգ քաղաքացուն։ Օրինակ որ Նիկոլը գալիս է ձեր թաղ, քաղաք, գյուղ։ Դուք իրեն ինչու չեք հարցնում թրքաբարո, բա այդ արևմտյան Ադրբեջանը քո ասած խաղաղության ատրիբուտ է թե չէ։ Այդ հարցրեք էլի, ասեք դու խաղաղությունից ես խոսում Ալիևը, ասենք արևմտյան Ադրբեջանից։ Այդ արևմտյան Ադրբեջանը այդ ինչ է։ Այդ խաղաղության պայմանագրի, ասենք ատրիբուտ է, անբաժանելի մաս է։ Եվ ինչ է նշանակում արևմտյան Ադրբեջան։ Թող պատասխանի։ Թույլ չտաք որ խոսապի, թող ասի։ Այդ հասկանանք էլի։ Միգուցե հենց այդ արևմտյան Ադրբեջանն է խաղաղության գագաթնակետը, որ հաշտ ու համերաշխ, չաղ ու բախտավոր, ազերուն ստրկացած, պետք է մեր երկրի անունը փոխենք Ադրբեջան ու սկսենք նրանց ոտքերը լվանալ, ջուրը խմել։ Այդ հարցրեք, միգուցե իր պատկերացրած խաղաղությունը դա է, որին ինքը մեզ այսպես տրամադրված տանում է։ Հանցագործի պիտակ խորհրդային Հայաստանի այդ քարտեզ ասածը, քարտեզ էլ չի նա։ Որ դա կրսքին փակցրած քարոշչություն է անում։ Հետն էլ ասում եմ միջազգայինորեն ճանաչված սահման։ Այդ միջազգայինորեն ճանաչված սահմանը մինչև քո գալը ասում էր չկար։ Ասում էր ես եկա վարչապետ դարձա, մենք գտանք Հայաստանը։ Մինչև այդ մենք չգիտեմ ում երկրում էինք ապրում։ Այդ հարցրեք, մինչև քո գալը Հայաստանը մակում գրանցված էր թե չէ։ Ինչու չեք հարցնում։ Ասենք մինչև Նիկոլի վարչապետ դառնալը մակում գրանցված Հայաստան պետություն կար։ Ում էր պատկանում։ Ինքը որ ասում է, այս երկիրը մեզ չէր պատկանում, հիմա է մեզ պատկանում։ Հասկանում եք, ասենք քեզ գժի տեղ է դնում, թե լագոտի տեղ է դնում հայ քաղաքացի, հայ հանրություն։ Բայց չիմանանք այս ողորմելին, ասենք ում այն որ ասում է ասեղն է թելում։ Բայց ես չի դարձնում, դու մինչև իրա գալով ինչ երկրում ես ապրել, որ աշխատել ես, հարկեր ես վճարել, այդ հարկերն ուր են գնացել։ Կամ որ կանգնում ասում է, ես պետք է Ալիևին ասեմ։ Ինչ եղել, չի եղել, ինչ կա, էս իմն է, քոնն է, ես քեզնից բան չունեմ, դու ինձանից։ Դեք ինքը մեզանց ինչ պետք է ուզի։ Մեր ամբողջ հայրենիքը թուրքերն ու, չգիտեմ, ես իմով բաժանել են իրար մեջ, ու հələ մեկ էլ պետք է բան չուզենք։ Իրենք էլ չուզեն, ինչ է ուզեն։ Բան է մնացել։ Արևմտյան Ադրբեջանից ինչ պետք է ուզի Ալիևը։ Սա հարցրեք անպայման։ Սելի հանրություն, սենց հարցեր տվեք այդ ողորմելուն։ Թող մեկ հասկանանք էլի։ Եթե կապիկություն կանի, եթե կսկսի ասել պրովոկացիոն հարցեր են, փորձի խուսափել նորից կրկնեք։ Քո բերած խաղաղության մաս է Արևմտյան Ադրբեջանը, որի վրա Ալիևը փողեր է ծախսում, գրասենյակներ է բացում։ Արդյոք եթե Ալիևն ասում է Արևմտյան Ադրբեջան, մենք իրեն պետք է միջազգային դատարան չտանք։ Միգուցե ինքը գիտի, որ դու չես տալու դրա համար շատ հանգիստ, ասում է Արևմտյան Ադրբեջան, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, օրինակ եթե ես լինեի, հենց հիմա Ադրբեջանի նախագահին քաշ է տվել միջազգային դատարան։ Միգուցե Ալիևը գիտի, որ դու իրան դատարան քաշ չես տալու, միգուցե դուք արդեն պայմանավորվել եք, որ խաղաղությունը հենց Արևմտյան Ադրբեջանի գոյության մեջ է, որ Հայաստանի կործանման մեջ է խաղաղությունը։ Չէ՞ հանրություն, այս հարցերը պետք է բարձրացնեք։ Ինձ համար, ասենք, տեսանել ես գիտեմ ինքը ինչ է պայմանավորվել, ինչ է անում, ուր է տանում։ Ես լավ թե վատ մի քիչ իմ խերն ու շարը ջոգում եմ։ Բայց պետք է դուք էլ ջոգեք, չէ՞։ Երբ որ թշնամին քո տարածքը համարում իր սեփականությունն է, նշանակում է դա խաղաղություն չի, դա ոչնչացում է։ Պնդեք, պարտադիր Նիկոլին ասեք, Արևմտյան Ադրբեջանը, որին Ալիևը ամեն ասու առավոտ անդրադառնում է, դա խաղաղության, ձեր պայմանավորված խաղաղության մաս է թե չէ, գործիք է թե չէ։ Եվ ինչու դու Ալիևին բարձրաձայն մի օր չես ընդդիմանում Արևմտյան Ադրբեջան ասելու ժամանակ։ Օրինակ, այս հարցերը շատ կարևոր են։ Թրքաբարոին մերկացնել։ Ինձ համար ինքը մերկ է։ Ինձ համար ինքը ոչնչություն է, ու ինքը չի մարսելու։ Բայց տկար, դու հետո չասես ես չգիտեի, ես նրա համար եմ ու իմ նմանները, որ քեզ միշտ հասկացնենք,
որ այդ խաղաղությունը ասածը քո ոչնչացումն է։ Խաղաղություն կլինի մեր հաղթանակով, ոչ թե Իլհամի։ Իսկ Նիկոլը աշխատում է Իլհամի հաղթանակի համար։ Այսինքն քո պարտության ու ոչնչացման, որովհետև քո պարտությունը դա հենց քո ոչնչացումն է։ Մենք պարտվելու իրավունք չունենք։ Մենք դրա տեղը պետք է Նիկոլին ու Նիկոլանմաններին գիտեք ուր ուղարկենք։ Մնաք խաղաղությամբ։